Իսկ հիմա ես ուզում եմ խոսել մի տատավոր judge մեկ ոչրակորցի որտեղ այսպես domestic problem այսինքն տանը մեկ հոգու հետ որ ապրում է երեխա ունի ծեծվում է խնդիրներ է ստեղծվում տան մեջ եւ հետո իրեն տատի պիտի տան իսկ նախագահ Թրամփ հիմա բոլոր նրանք որ անօրինական են տատարան են գնում աշխատում է որ դրանց ձերբակալեն եւ երկրից վտարեն այս judge-ը տեսնելով որ immigration-ի ոստիկանները եկեն են ուրիշ դռնից այդ ոչրակորցին կամ այդ անօրինական անձին illegal immigrant-ին կարողանում է ուրիշ դռներից հանել հիմա դուք պատկերացրեք ոստիկանությունը immigration-ի սպասում է տատարանի արժևը սպասում է որ դուրս գա այդ անձնավորությունը ձերբակալի իրեն իսկ judge-ը գիտեք բոլորը տատարանի մեջ դռներ կա որ իրենք ստիպված չեն այնտեղից կան ինչ որ հանրությունն է գալիս իրենք տարածք կա որ այնտեղից մտնում են ներս գնում են տատարան հետո դուրս են գալիս իրենք սենյակ ունեն իրենց անձնական սենյակ ունեն այդտեղ են լինում եւ հետո կարող են շենքից տատարանի դուրս գալ առանց որ նույն տարածք օգտվեն ինչ որ հանրությունն է մտնում տատարանի մեջ ահա այսպես այդ տատավորը այդ միջոցով ոչրակորցին օգնում է Վիսկոնսին նահանգը որ փախչի հիմա ես ուզում եմ ցույց տալ այստեղ տեսնում եք սա ասում է FBI-ի ղեկավար Քաշ Փաթել այստեղ տեսնում եք որ դիտմամ ֆեդերալ կառավարության ոստիկանությանը ուրեմն դժվարացության մեջ է դրել եւ այդպիսով ոչրակորցը փախչում է հիմա մարդիկ են եկել են այնտեղ այսպես մի կողմ կամ մյուս կողմը ցույցեր են կատարում սա տատավորն է որ իրեն տատի են տվել փաստաբան է վերջը տատավոր ունի իր փաստաբանը ներկայացել է տատարան եւ այսպես տեսնում եք սա ոչրակորցն է Էդվարդո Ֆլորես Ռուիզ որ ասացի domestic violence կամ ծեծվելու համար եւ deportation-ի order կար իր դեմ որ պետք է այս երկրից վտարեն իրեն եւ տատավորին եք տեսնում այստեղ Դուգն անունով որ օգնել է որ կառավարության ոստիկանությունը չկարողանա իրեն ձերբակալի եւ այսպես տեսնում եք բայց իրեն այս Դուգն տատավորին իրենք ձերբակալում են որպեսի տարօրինակ մի վիճակ որը ստեղծել է այս judge-ը որ փոխարեն համագործակցելու այս ոչրակորցին առիթ է ստեղծել որ թողնի փախուց տա հիմա սա միակ անգամ չի ում որ տեսնում եք այստեղ նախքին տատավոր եք տեսնում նաև մյուս ասացի Վիսկոնսինում էլ սա Նյու Մեքսիկո նահանգում է եւ իր կինը մեկ ուրիշ gang member որ տեսնում եք judge-ին նախքին judge եւ իր տիկնոջը ձերբակալեն են որ օգնեն են մեկ ուրիշի որ չկարողանան այդ անօրինականին ձերբակալեն եւ Թրամփը այս բերումով ասում է այս դատավորները կանգնեն են կամ immigration-ի հարցի դեմ կանգնեն են ասում է սա դատավորներն են որ ուզում են ցույց տալ որ իրենք կարևոր են եւ ինչքան իրենք կարևոր են այսպես ասում է նախագահ Թրամփը եւ ասում է դրա համար իրենց նաեւ ձերբակալեն են իհարկե այս դատավորները նահանգային դատավորներ են ֆեդերալ դատավորներ չեն այսպես տեսնում եք հիմա եւ նախագահ Թրամփը ասում է դատարանները խանգարիչ աշխատանքներ են կատարում որ մենք չենք կարողանում այս անօրինականներին երկրից վտարել ես պետք է դադար վերցնեմ եւ վերադառնամ
Հռոմի նախկին պապը թաղումը տեղի ունեցավ, դա ցուցադրեմ ձեզ, նրանից հետո artificial coloring ուտելիքների մեջ այսպես արհեստական գույներ են բանացնում, որ տուրեկան լինի այդ ինչ որ վաճառում են, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է նախ հիշեցնեմ մեկ շենքի մեջ գեղեցիկ աֆիսներ վարձու է տրվում, երկրորդ հարկում է այս շենքի մեջ, կարող եք վարձել, ասացի շատ գեղեցիկ աֆիսներ են եւ բարձր, տանիքը առաստաղը շատ բարձր է, այսպես գիտեք այստեղ օրինակ մեր աֆիսը նաեւ 8 ֆիտ բարձրություն ունի, սա մոտարապես 12 ֆիտ բարձրություն ունի սենյակը, եթե ցանկություն ունեք, բիզնես ունեք, ցանկություն ունեք վարձելու, զանգարեք այս հեռախոսահամարին։ Ալեքս Արոնյանն է հովանավորում ծրագիրը, եթե դուք Դուբայում real estate-ի broker է այնտեղ, ուղղակի ինքը այնտեղ արկ վաճառքի իրավունք ունի, հաճախ նման աշխատանք կատարում են ուրիշները, բայց իրենք ուրիշի միջոցով են կատարում, որ այսպես տեսնում եք ինչքան ավել մարդ մխրճված է մեջ ավել գումարներ պիտի վճարեք, հեռախոսահամար ձեզ մոտ նշանակեք, եթե ցանկություն ունեք այնտեղ համառանոց կնեք, ձմեռանոց կնել, ինչ որ ապարտման կնել այնտեղ, այսինքն կոնդոմինիում կամ առանձնատուն կնելիս։ Եվ նաև եթե այնտեղ գնում եք որոշ չափից ավել կնեք, այնտեղ 10 տարվա վիզա են, եթե 20% down տնեք, 10 տարվա վիզա եք ստանալու, որ միշտ հեշտ չեմ կարող եք գնալ վերադառնալ։ Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը Highland եւ Glenox փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում, սա հեռախոսահամարն է, տեղերի կարիք ունեք, կամ եթե դուք այնտեղից որ ձեր տեղերը ստանում եք կողչեք, զանգարեք այս հեռախոսահամարին, որ շատ հեշտ է 818 6 307 6 000 777 իրենք տեղերը ձեր տանը կբերեն կամ դուք կարող եք գնալ տեղատուն։ Երևան Shipping հովանավորում է ծրագիրը, ծանրություն եք Հայաստան ղրգելու, գինը խիստ իջեցրել են, օթանավով $2.99, նավի միջոցով նաև կարող եք ուղարկել, բայց այնքան մոտիկ է սրան, որ ավել լավ կլինի, 2.5 ամիս կամ 3 ամիս տևում է ծանրոց հասնի, օթանավի միջոցով մի քանի օր հետո կստանան։ Նաև եթե դուք Երևան Shipping-ի միջոցով ղրկեք ձեր ծանրոցը, այսինքն գումար փոխանցեք, ընդամենը 1% եք վճարում, $100 ղրկեք, $1 եք տալիս, $500 ուղարկեք, $5 եք ընդամենը վճարում։ Եվ եթե դուք մեքենա ունեք, կահույք ունեք, ուզում եք վերադառնալ Հայաստան, ձեր ինչ որ այստեղ ունեք, կամ ձեր ազգականին ուզում եք մեքենա ուղարկել, կահույք ուղարկել, բոլոր դրանք եթե ունեք այդ վիճակ, կարող եք զանգարել Երևան Shipping, ամենացածր կարող եք փորձել հարցնել արժեքով, ամենացածր ձեզ խոստանում են, որևէ տեղ դրանից ավել էժան չի կարող լինի, ինչ որ իրենք ղրգելու են։ Երկու կենտրոն ունի Lancashire փողոցի վրա, North Hollywood եւ նաեւ Glendale-ում East Palmer, փորձեք կվերադառնա։ Ես պիտի շարունակեմ ծրագիրը Հռոմի պապի թաղման արարողությանը, բայց նախքան անցնել դրան, նախագահ Թրամփը գիտեք Եվրամիության երկրների հետ, այսպես Ամերիկայի տարերի բարեկամի հետ այդքան էլ հարաբերությունը լավ չի, որովհետև մեղադրում է իրենց, որ ՆԱԹՕ-ի անդամ են, Ամերիկան էլ ՆԱՏՕ-ի անդամ են, NATO-ի անդամ են եւ այնինչ որ ամեն երկիր պետք է գումար հատկացնի պաշտպանվելու ուրիշ երկրներից, օրինակ Ռուսաստան, Չինաստան եւ այլն, որևէ ուրիշ երկրների, այս ՆԱՏՕ-ի անդամները Ամերիկան ավել գումար է տրամադրում իրենց պաշտպանվելու համար։ Այսպես փողոք ունի, հարաբերությունը լավ չի, այս տարերի երկրների տարեր
բարեկամական հարաբերություն ունեն Ամերիկայի հետ, բայց հիմա այդպես սերտ բարեկամություն չկա։ Նախագահը այնտեղ էր այդ Եվրամիության անդամների հետ այսպես խոսելու, բանակցելու այդքան տրամադրություն չուներ, մենակ Զելենսկին, որ քիչ հետո պիտի ցույց տամ նրա հետ խոսեց, իսկ հիմա նախագահ ստիպված է եղել հետ վերադառնա այդ իր ցանկություններից, որ բոլորը ասած որևէ երկիր հարկա 90 օր հետաձգում են, որ ուրիշ երկրից ապրանք կա այստեղ հարկ վճարեն։ Միայն Չինաստանից պահանջում էր, որ 145% հարկ վերցնեն, ինչ որ գալիս է։ Հետո ինքը անդրադարձավ, օրինակ, եթե $10 մի ապրանքը դուք գնում եք, պիտի դառնա $24.50։ Ուրեմն հնարավոր չի լինի այդ ապրանքը վաճառելու էլ, այնքան թանկ է լինելու, $100 է, եթե ամեն ինչ մեծամասնություն գալիս է Չինաստանից, բոլոր ֆուրնիչերներ ինչ որ գնում եք, ուրիշ էլեկտրոնիկ, էլեկտրական, ուրիշ երկրներից կա, նաև Չինաստանից կա, ամեն այդ ինչ որ գալիս է այստեղ շատ պիտի թանկանար։ Դրա եւ Չինաստանը ինքն էլ ասաց, ինչ որ Ամերիկայից գալիս է 125% դուք պետք է հարկ վճարեք։ Նախագահը անընդհատ աշխատում էր, որ բանակցեր իրենց հետ, նրանք հետ էին մնում, ասում են, երբ որ այսպես հարցերը չի արձարծվի, մենք պատրաստ ենք բանակցելու Չինաստանը։ Ուրեմն ստիպված եղավ նախագահը ասաց, հնարավոր չի, ես պետք է իջեցնեմ Չինաստանի դեմ հարկերը պիտի իջեցնեմ։ Նաև մեկ ուրիշ հետնահանջ, որ նախագահը ունեցավ, Federal Reserve Board-ի ղեկավարը, կենտրոնական բանկի ղեկավարին այս երկրի ասաց, որ աշխատանքից պիտի հանեմ, քանի որ այդ իր աշխատանքային ծիրի մեջ չի։ Այս երկիրը օրենք այնպես են դրել, որ ինքը Թրամփն է նշանակել հիմիկվա կենտրոնական բանկի ղեկավարին, դիրեկտորին, այսպես չերմանին, եւ հետո երբ Բայդենը եկավ, նույն անձին թողեց, որ մնա իր աթոռին վրա, ուրեմն չհանեց Բայդենը։ Թրամփը հիմա ասում է, որ այս անձը տոկոսները չի իջեցնում։ Նրա, որ մասնակիցն է, ասում է, տոկոսները հիմա եթե թանկանալու է ամեն ինչ ժողովրդի համար, եթե տոկոսները իջեցնենք, առավել կթանկանա, ուրեմն հնարավոր չի, որ տոկոսը իջեցնել, ասում է այս մասնակիցը։ Ամենայն դեպս այսպես հարցեր կա, իսկ ինչ որ թաղման համար 50 երկրների ղեկավարները այնտեղ էին, նախագահները, վարչապետները, կապված երկիրը ինչպես է ղեկավարվում, բոլորը ներկա էին նախագահի թաղման ժամանակ։ Այստեղ տեսնում եք հիմա, եթե այս նկարում ուշադրություն անեք, բոլոր երկրի ղեկավարները մասամբ սև հագուստ են հագել, միայն Թրամփը կապույտ հագուստով է այստեղ ներկայացած։ Բոլորը տեսնում եք ուրիշ ղեկավարներ, հագուստը բոլորի մոտարապես սև է, եթե չէ մոխրագույն գույն է, բայց Թրամփը կապույտ էր հագել, տարբերվում էր բոլոր այս անձիկից, ինչ որ Հռոմի Պապի մահվան առիթով իրենց հարգանքի տուրքն էին մատուցում։ Դոնալդ Թրամփին եք տեսնում, Մելանիա իր տիկնոջն եք տեսնում, այստեղ տեսնում եք Քինգ Ֆիլիպը, տեսնում եք այստեղ է Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախագահը, այստեղ է եւ ուրիշները երկրների ղեկավարները այստեղ առաջին շարքերում են։ Բայդենը նաև այստեղ է, Բայդենը կաթոլիկ է, հիմա նախագահ չի, ուրեմն ավել հետևի շարքերում է նստած, Թրամփը առաջին շարքում իր կնոջ հետ է, նրանք որ ներկա երկրի ղեկավար են, մնում են առաջին շարքերում այդպես։ Իսկ նաև նախագահ Թրամփը, ասած ընդամենը 14 ժամ այնտեղ էր, Զելենսկիի հետ, այսպես տեսնում եք, այդ ռոտանդա կամ այդ տարածքում եկեղեցու, տեսնում եք աթոռ են տնում միայն իրենք են։ Սովորաբար նախագահում հետ խոսում է, խորհրդատուները այդտեղ են, միայնակ չի խոսում։ Այստեղ տեսնում եք իրենց մոտարապես 15 րոպե խոսեցին։ Թրամփը շատ գոհ չի Զելենսկիից, Զելենսկին էլ
շատ գոհ չի, որովհետև Թրամփ ասում է, որ Ղրիմը պետք է ասես, որ ռուսներինն է, այն դրա մասին չպիտի խոսել։ Իսկ Զելենսկին ասում է, ոչ, իրենք 20% երկրի գրավեն են, բոլոր տարածքը պետք է բանակցության հետևանքով հետ վերադարձնեն Ուկրաինային եւ վնասները ինչ որ հասցեներ Ռուսաստանը պիտի վճարի։ Մի բան, որ նախագահ Պուտին բնավ հետաքրքրված չի, քիչ հետո ցույց տամ նախագահի ներկայացուցիչը Վիտկոֆ անունով հանդիպել է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Հիմա ես ուզում եմ տեսանյութ այստեղ ցուցադրել, տեսնում եք այս տաման արարողություն ժամանակն եք տեսնում եւ այսպես ղեկավարությանը տեսնում եք, որ ներկա է եւ կարդինալներն են Հռոմի Պապ պահանջել է, որ իր դագաղը լինի տարական պատրաստված ամեն անգամ ավել թանկագին դագաղներու մեջ են Հռոմի Պապերը թաղված եւ իրեն Saint Peter's Սուրբ Պետրոս տարածքում թաղված են։ Ինքը ասել է չի ուզում այդտեղ լինի։ Շատ տարրական, սովորական դագաղ, ինչ որ տեսնում եք, եւ այդ տարածքից դուրս ինքը թաղվի։ Եվ այսպես տեսնում եք ժողովուրդը 250,000 հոգի իր դագաղի առջևից անցել եւ իսկ թաղմանը մոտարապես 500,000 մարդ մասնակցել է։ Այսպես տեսնում եք այդ արարողությունը ինչ որ տեղի ունեցավ, աղոթքներ ինչ որ կատարեցին, այնտեղ էր նաև հիմա քիչ հետո երևի կտեսնեք Ռոջեր Մահոնի արչիբիշոպը այստեղի նախկին հիմա ուրիշն է։ Այստեղ տեսնում եք երկու երկրի ղեկավարները գնացել են նաև աչում տեսնում եք Անգլիայի թագավորի տղան, թագաժառանգը այնտեղ է, Վիլյամը այնտեղ է եղել եւ ուրիշներ Մակրոն եւ այլն 500,000 ասացի մարդ է մասնակցել 500,000 50 ղեկավար Պոպ Ֆրանսիսը միակ պապն է եղել, որ եվրոպական երկրների չեղել։ Բոլորը սովորաբար լինում են Իտալիայից, բայց այս Պոպը Ֆրանսիսը իր ծնողները իտալացի են եղել, բայց գնացել էին Արժանտինա եւ այնտեղ է ծնվել այս Պոպ Ֆրանսիսը։ Երկու ուրիշ Հռոմի պապերը, մեկը գերմանացի էր Բենեդիկտ 16-ը եւ լեհաստանցի էր Ջան Փոլ II-ը լեհաստանցի եղել։ Սա ինչ որ տեսնում եք Բայդենին տեսակ նախապես այցելներ իրեն։ Վերջին օրն է, որ Հռոմի պապը տեսնում եք տարօրինակ վիճակ, որ զատիկը քրիստոնյայի համար ամենակարևոր, այսինքն Հիսուսի թաղումը եւ հարություն առնելը ամենակարևոր օրն է մեկ քրիստոնյայի համար։ Մահացավ ճիշտ այդ արարողությունը կատարեց ու գիշերը հետո այսինքն իրեն ժամով 5:30 րոպե, այսինքն մի քանի ժամ հետո մահացավ այստեղ տեսնում եք մի քանի կոպեկներ տրին ներսը, որ հետո եւ գրություն մեկ գրություն ինչ որ տեղադրեն են, որով է ինչ է բոլորը տեղադրին իր դագաղը տեսնում եք շատ տարական դագաղ է եղել եւ ասեն է միցև լինի որ երբ որ պարկում եմ դեպի ժողովուրդ լինի դեմքս եւ այդպես էր տեսնում եք ավել դագաղը տեսնում եք այդտեղ ինչ որ պահանջներ ամեն ինչը իր ցանկությամբ եւ այդտեղ տեղի ունեցավ ինքը մայիս 2013-ին Հռոմի պապ դարձավ եւ Բենեդիկտ 16-րդը ասել էր որ շատ մտածել եմ երկար ժամանակ խորհել եմ եւ ես ուզում եմ հրաժարվեմ անսովոր դեպք է Հռոմի պապը հրաժարվի անցյալ 100 տարվա ընթացքին այդպես դեպք չէր պատահել իսկ Բենեդիկտ 16-ը որպես
կրոնական տեղեկություններ ունեցող մեկ քահանա ամենատեղյակներից էր համեմատ ուրիշ պապերի համեմատ ինքը մտածել էր որ չի կարողանում ծառայի եւ դրա համար հրաժարվեց եւ իհարկե ինքը մահացավ 2022 թիվ եւ ասաց որ նոր մարդ ընտրեք եւ Փոփ Ֆրանսիսը ընտրվեց իրար հետ ապրում էին այդ տարածքներում էին ապրում Ռոմի Վատիկանի այդ տարածքում ապրողին երկուսն էլ եւ ինքը Փոփ Ֆրանսիսն էլ մտածում է ուրեմն ես էլ կրեմ եթե ես չկարողանամ շարունակեմ ինձի հրաժարված համարեք եւ ուրիշի ընտրեք իմ փոխարեն այս Փոփ Ֆրանսիսը ինչ որ մահացավ այդպես էր ասել ազդվելով Բենեդիկտի այդ հարցիով որ ինքը հրաժարվել էր բայց հետո տարիներ Բենեդիկտի մահից հետո հանկարծ մտածում է որ ինքը չի ուզում հրաժարվի Փոփ Ֆրանսիսը որովհետև ասում է մեծ մոտ սովորություն չկա անընդհատ Ռոմի Պապը ընտրվի հետո կասի հրաժարվում եմ ուրեմն ես մտածեցի որ մի այսպես վիճակ չստեղծեմ որ հենվեն դրան ամեն Ռոմի Պապերը կան մի ժամանակ հետո ասեն հրաժարվեն եմ դրա համար Փոփ Ֆրանսիսը ասում է ես չհրաժարվեցի բայց հետո տեսնում եք մինչև վերջին օր թեև փետրվարի 15-ից հիվանդանոցում էր մի քանի օր զատիկից առաջ եկել միացել որ այդ զատիկվա արարողությունը կարողանա ինքը անձամբ կատարում է ու հետո մահանում է այսպես ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից խոսեմ artificial coloring արհեստական գույն են ավելացնում ուտելիքներին դրա մասին խոսեմ իստրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը եթե դուք միտեղ բնակարանում ապրում եք վարձեն եք այսինքն առանձնատուն կլինի ապարտմանի մեջ եք վարձեն եք ապրում եք եթե այնտեղ մրջուն կա միջատներ կան պահարանը բացում եք միջատները վազում են կամ գետնի վրա վազում են մուկ կա դա բնակելի չի ձեզ պետք է հատուցում վճարվի որպեսզի կարողանաք այդ աշխատանք կատարեք զանգեք խորհրդակցեք փաստաբանի հետ դուք ոչինչ չեք վճարում մինչև եթե գումար վերցնեն հետո այդ գումարից ինչ որ ձեզ հատկացնելու են դուք կվճարեք փաստաբանին ծրագիրը հովանավորում է Քարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը Քարավան ռեստորան գտնվում է Grand View այսինքն շատ մոտիկ է Գլենոքսի վրա է Grand View հատման կետին շատ մոտ է հեռախոսահամարը տեսնում եք եւ 1108 West Glennox նաեւ ամեն օր հարիսա են վաճառում կվերադառ ամեն ինչի մեջ սինթետիկ այսպես դայս կամ գույն են ավելացնում դա տեսնում եք պահպաններ երեխաների համար քանդի է շոկոլադ է եւ այլն ամեն ինչի մեջ գունավոր կա որտեղ նավթի բաղադրանքից է հիմա այս նախագահ Թրամփը նշանակել է Ռոբերտ Քենեդի կրծերին ջունիորին որպես Health and Human Services-ի նախարար առողջապահական հարցերի նախարար է նշանակել եւ ինքը 8 տարբեր նյութ ինչ որ օգտագործում է արգինեն է ուտելիքների մեջ օգտվելու եւ հաջորդ տարվանից ընկերությունները ինչ որ օգտվում են այսպես իրավունք չեն ունենա օգտագործեն այս սինթետիկ ներկերը կամ գույնը օգտվեն որը գեղեցկության համար է ավել սիրուն լինի եւ այսպես ուրեմն արգինելու է հիմա քիչ հետո կտեսնեք այս ընկերությունները ինչ որ օգտագործում են այդ նյութերը ինչ են ասում այդ մասին ամենայն դեպս ինքը ասում է նախարարն է ասում սա որ երբ դա օգտագործում են դա պատճառ է լինում որ երեխաները դիաբետիկ կամ շաքարախտ են ունենում եւ
obesity շատ գերանում են եւ ADHD, այսինքն միջև որ երեխան ավել տանդաղ է իր միտքը, աշխատանքը ավել տանդաղ է, ADHD ունենում, բոլորը այս ներկերի պատճառով ասում է նախարարը։ Հիմա ես ուզում եմ անցնել առաջ ու ցուցադրել, տեսնեք ուրիշ, տեսնում եք այստեղ Frito-Lay կլինի, ուրիշ բան, բոլորը ամենտեղ օգտագործում են, այստեղ տեսնում եք ամեն ինչ որ artificial կամ արհեստական ներք է։ Այսինքն նախարար Քենեդին եք տեսնում, Ռոբերտ Քենեդի Ջունիորին եք տեսնում, որ իր նոր հրամանն է այսպես տեսնում եք ամենտեղ օգտագործվում է, ասում է իր ցանկությունը, որ տեսնի երեխաները ավել առողջ են։ Այսպես տեսնում եք նոր հրամանն է։ FDA-ն ուրեմն արգինեն է, FDA die number 3 նախապես եղել էր։ Իսկ ինքը ավելացնում է այս 6-ը new ban targets, տեսնում եք այդտեղ red number 40 աչում տեսնում եք yellow նոմեր 5, blue նոմեր 2, blue նոմեր 1, yellow նոմեր 6-ը, այսպես այնտեղ տեսնում եք green նոմեր 3-ը եւ երկու ուրիշ որ նաեւ արգելվել է orange B, տեսնում եք այստեղ եւ citrus red number 2, որը օգտվում են բոլոր ուտելիքներին մեջ։ Հիմա այստեղ տեսնում եք ծախից ծախում տեսնում եք սերիալների մեջ, քանդիների մեջ երկրորդը ծախից տեսնում եք, քեյքերի մեջ երրորդ ծախից երրորդ տեսնում եք եւ դեղերի մեջ նաեւ այս օգտագործում են, որ դրանք եւ ինչ որ արգելված է եւ նոր natural color additive ավել 4 տեսակը ավելացրած է, որ թույլ են տալիս որ օգտվեն։ Իսկ ընկերությունները իրենց միությունը ասում է, այս ինչ որ ներկը additive-ը, ինչ որ ավելացնում են, տասնյակ անգամ թեստեր են կատարել եւ համաշխարհային ընկերությունները բոլորը կատարել են եւ ասել են, որ որևէ խնդրեմ չկա, որևէ դժվարություն չի ստեղծում։ Դրա եւ սխալ է այդ որ կարծում են այս ներկը ավելացնելով մի վնաս պիտի հասնի, այս ներկերը հաստատվել են աշխարհում եւ օգտագործվում է աշխարհում, այսինքն այս մեծ ընկերությունները ասում են մենք ունենք թեստերը, որ այդպես չի ինչ որ նախարարը ասում է ամեն ինչի մեջ տասնյակ տարիներ օգտագործել են եւ ամենտեղ ամենայն դեպս նախարարի հրամանն է որ մյուս տարվանից արգելվում է օգտագործումը։ Ես ուզում եմ հիմա խոսել կապույտ հազի մասին, whooping cough։ Այս whooping cough-ը եթե անձը մրսում է, պաղ է անում, հիվանդանում է, մի քանի ժամանակ հետո լավանում է։ Այս կապույտ հազը խիստ ծանր հիվանդություն է, նախապես նորմալ մրսածուղության նման է, այսպես գրիփի նման է նախապես, բայց հետո շատ խիստ դժվարություն է ստեղծում անձի համար, նամանად երկու երեխաներ ինչ որ այս կապույտ հազի հետևանքով մահացել։ 8064 հոգի հիվանդացել են այս կապույտ հազով 2025 թվին 3835 հոգին ընդամենը 2024 թվին հիվանդացել։ Այստեղ տեսնում եք Միշիգան նահանգում 1800%-ով մի տարվա ընթացքին ավելացել են, ընդամենը մի քանի հոգին, հիմա տասնյակներ։ Հիմա այս կապույտ հազի սիմպտոմները, ախտանշանները որոնք են, քիթից ջուր է հոսում, քիթը չի կարողանում բնավ անձը քթով շնչի, նախ 100.4% ջերմությունից իջած ջերմաստիճան կարող է լինի, նախ կարող է անձը հազում է, ուրեմն դրանք ցույց է տալիս, որ անձը
եթե շարունակ հազում է, այդպես կարող է լինել։ Ինչ որ երեխաներ, ասացի infant կամ նորածիններ այդ հիվանդությամբ երկուսը վերջին ժամանակում մահացել են դժբախտաբար, բայց ամենալավը կլինի որ վակցին կա սրա համար երեխային սրսկել։ Մեկ կին ուզում եմ խոսեմ մասին, որ ինքնասպան եղավ։ Այս անձնավորությունը 14 տարեկանում, երբ ընդամենը երեխա էր, մեկ մեծահարուստ Ջեֆրի Էփստին անունով նախագահ Թրամփի հետ ընկեր է եղել նախապես, հետո ինքը Թրամփն էլ ասում էր այս անձը սիրում է փոքր աղջիկների չափահաս, այսինքն ոչ չափահաս աղջիկների տարաբերություն ունենա, այսպես էր ասել, եւ զարմանում էր, որ շարունակում է եւ այսպես, բայց ծանոթ էր ինքը նաեւ ուրիշ նախագահների, այսինքն մենակ Թրամփի ծանոթ չէ, սա Նյու Յորքի բնակիչ է, Թրամփը բնակիչ է եղել նաեւ Նյու Յորքի, ուրիշների հետ նաեւ մտերիմ է եղել, օրինակ Բիլ Գեյթս ծանոթացել էր Բիլ Գեյթսին, աշխատել էր, որ իրեն առաջարկեր, որ ինքը կարող է մեծ ինվեստմենտներ անի, մեծ գումար, առավել գումար բերի Բիլ Գեյթսի համար, հետո Բիլ Գեյթսը իր հարաբերությունը կտրում է շատ առաջնական շրջաններում, կտրում է իր հետ Բիլ Գեյթսը եւ ուրիշ նախագահների հետ նաեւ Քլինթոնի հետ ծանոթ եղել, ուրիշ նախագահների ծանոթ եղել։ Ամենայն դեպս, երբ 2014-ին իրեն ձերբակալեցին այդ անչափահաս աղջիկների տարաբերություն ստեղծելու տատի տվին, բայց ինքը շատ ազդեցություն ուներ, օրվա ընթացքին ազատ էր, գիշերը գնում էր, իբր թե բանդում էր մնում։ Հետո վերջացավ այս հարցը, իսկ հետո նորից ձերբակալեցին եւ տատի տվին իրեն։ Երբ բանդում էր ինքնասպան եղավ այս անձնավորությունը։ Ինքը ուներ մեկ ընկերուհի, որ Անգլիայի կարևոր բարձրաստիճան անձնավորության դուստրն էր այս աղջիկը եւ այդ աղջիկը հեշտությամբ գնում էր աղջիկների հետ ծանոթանում էր, հետո առաջարկում էր, որ կան իր հետ հարաբերություն ունենան։ Այսպես ուրեմն շարունակվում էր կյանքը իր համար, անցնենք առաջ, ում որ տեսնում եք այդ աղջիկն է, որ 14 տարեկանում տեսնում եք իր պատկերը առած է իր ձեռքը, ուրեմն այս Մաքսվել անունով կինը, որ հետո կտեսնեք, Ջեֆրի Էփստինի ընկերուհին էր Մաքսվել, այստեղ տեսնում եք, որ ասացի Իլեն Մաքսվելը, որ մեծ Անգլիայի ղեկավար անձնավորության դուստրն էր, եւ նա գնում էր հարմարացնում էր հանդիպելու։ Դրանց մեջ նաեւ Prince Andrew թագավորի, հիմիկվա թագավորի եղբորը Prince Andrew իրեն ծանոթացնում են եւ այս աղջկա հետ տեսնում եք այն ժամանակ այդ թագաժառանգը, այսինքն Prince-ը ջահել էր, Prince Charles-ի կամ հիմավա նախագահ Չարլզի եղբայրն եք տեսնում ցախում։ Այս 14 տարեկան աղջիկը մեծանում է, դառնում է 17 տարեկան, այս Prince Charles-ի, Prince Andrew-ի հետ հարաբերություն է ունենում եւ հետո դատ բացարեց այս աղջիկը Prince-ի դեմ եւ սեթելարին 2022-ին միլիոնավոր դոլարներ ստիպված եղավ այս Prince Andrew-ը վճարի այս աղջկան եւ Մաքսվելը ընկերուհին Ջեֆրի Էփստինի ընկերուհին 20 տարի բան նշանակեցին, այստեղ տեսնում եք Ջեֆրի Էփստինին եւ իր ընկերուհին այդտեղ 20 տարի բան նշանակեցին իրենց համար, իսկ այս կինը հիմա 41 տարեկան է, 3 երեխաներ ունի, ինքնասպան դարձավ, սա Մաքսվելին եք տեսնում դատավարությունից հետո, այս կինը 41 տարեկան, վերջին ժամանակում ակսիդենտ էր ունեցել, այսպես իր պատկերը տրել էր, մտահոգություններ էր արտահայտվել այդտեղ, բայց հետո հանկարծամա, այսինքն ինքը ինքնասպանություն է գործում, սպանում է ինքը իրեն ընտանիքն է, որ այսպես
ասում են իրեն քաջությունը, որ եկավ եւ տակ բացարեց եւ այդ մեղավորներին այն Էփստինը ինքնասպան եղավ այս բերումով այդ իր ընկերուհին Մաքսվելը բանդ մնում է բանդ 20 տարի գրում են որ իրեն քաջության հետևանքներ որովհետեւ ուրիշ զոհեր եղեն են եւ կլինեին ես պիտի դադարեցնեմ եւ վերադառնամ Պաշտպանության նախարարի մասին պիտի խոսեմ, հետո սպիտակ տունը ցույց տամ, շենքը, որ գրասենյակները, գրասենյակը որտեղ է, նրանից հետո պետք է խոսեմ Բիտքով, նախագահ Թրամփի ներկայացուցիչը, որ բանակցեց Պուտինի հետ, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյան հովանավորում են ծրագիրը։ Երկու ատամնաբույժները այս իրենց հասցեն է 372 East Olive փողոցի վրա է Olive եւ Glenorchy ճիշտ հատման կետում են գտնվում իրեն հեռախոսահամարն է այստեղ գրված է որը հարց ունեք ատամի հետ Լինդի հետ պրոթեզ պիտի տեղադրեք Լինդից արյունոսություն այդ բոլոր խնդիրներով զանգեք այս հեռախոսահամարին Vivaldi venues եւ caterings հովանավորում է ծրագիրը Glendale Boulevard-ի վրա գտնվող է նաեւ ամեն օր ճաշ առաջարկում են նաեւ եթե երեխաների համար այսպես հավաք եք կազմակերպել տարեդարձ է ուրիշ հարցեր այդպես ուրախ ժամանակ պիտի ունենաք զանգահարեք կարող եք 10-ից 12 երեխայի համար ընդամենը $150 ամեն ինչ կբերեն ձեր տանը դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը դոկտոր Թավանսի գտնվում է հիմա մի ամիս է մոտարապես եւ մի քանի օր 240 South Jackson փողոց աչքի վիրահատող բժիշկ է ագնոցի կարիք ունեք լավ չեք տեսնում ջուր է հոսում աչքից զանգահարեք ժամադրություն վերցրեք M&M Liquor Market-ն հովանավորում ծրագիրը M&M Liquor Market-ը գտնվում է Glenox փողոցի վրա այստեղ տեսնում եք 1951 West Glenox փողոց խմիչք պիտի գնեք տարբեր առիթների համար մեծ թվով քանակով պետք է խմիչք գնեք այստեղ այցելեք կամ զանգահարեք այս հեռախոսահամարին Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն 1928 թվականից դաշնամուր է վաճառում ու վարձու է տալիս ամենամեծ Կալիֆոռնիայի դաշնամուր վաճառողն է եւ Ամերիկայի երևի ամենամեծը լինի 25000 square feet այդ տարածքն է իրենցը երկու հարկի մեջ 440 South Arroyo Parkway Pasadena-ում է, բայց անմիջապես Glendale-ի հարևանության է այցելեք ինչ տեսակ upright դաշնամուր պետք ունեք, սիմֆոնի դաշնամուր պետք ունեք, որևէ չափի, որևէ գույնի ցանկություն ունեք, որևէ երկրից ցանկություն ունեք, Petrov կլինի, ամերիկյան, գերմանական, ֆրանսական, ժապոնական, չինական, կորեական ամեն տեսակ դաշնամուր կգտնեք Hollywood Piano-ում կվերադառնա Պաշտպանության նախարարին Փիթ Հեքսեթին եք տեսնում, որը այս նախարարությունը իր բաջետով երկրորդ ամենաբարձրագույն բաջետ ունի 1 trillion մի քիչ ավել պակաս իհարկե պատկերացրեք 1000 միլիարդ բաջետն է այս նախարարության ազատի մի քիչ ավել պակաս բայց եւ այնպես այդ սահմանում է իսկ որպես թվով քանի մարդ է այնտեղ ամենախոշոր նախարարությունն է 1,300,000 ամերիկան զինվորականներ ունեն հագուստով զինվորականներ նաեւ պաշտպանության նախարարության տարբեր բնակավարներում 875 հոգի աշխարհականներ նաեւ աշխատում են որևէ նախարարություն այդպես չի Health and Human Services-ը բաջետով իր բաջետը մի քիչ ավել է քան թե պաշտպանության նախարարությունը նա այն նախարարությունն է որ Medicare, Medical
գումարները ինչ որ հանգստի է կոչվում անձը գումարներ են ստանում այդ նախարարությունը նա այսպես գումարները ավել իրեն տրամադրության ունի ավել մեծ գումար ունի քան թե պաշտպանության նախարարությունը բայց թվով այս պաշտպանության նախարարությունը ամենաշատ աշխատողներն ունի հիմա զինվորական կամ աշխարհական Հիմա Հեքսետ 40 մոտարապես 5 տարեկան անձնավորություն է, որ որևէ փորձառություն չի ունեցել կառավարության աշխատանքի համար։ Դրանից, որ պատկերացրեք, այդքան մարդ աշխատի, 2 միլիոնից ավել մարդ է աշխատում նախարարության մեջ։ Եվ ինքը սովորական, այսպես սիգնալ ինտերնետային համացանցի միջոցով երբ որ պետք է հարցակվեին Եմենի վրա հարցակում պիտի տեղեկությունը ղրկել էր ուրիշ նախարարների էր ուղարկել բայց ոչ թե ապահովված համակարգում օրինակ պաշտպանության նախարարությունը շատ ապահովված այսպես էլեկտրոնիկ կամ հարմարություն ունի, եթե մի լուր պիտի տալ, մի բան պիտի փոխանցել, ապահովված համակարգ ունեն։ Իսկ ինքը դա նկատի չէր առել։ Անգամ հենց հիմա էլ սովորական ինտերնետի գիծ բերեն այդտեղ։ Եվ այդ որ պետք է հարցակվեին, ոչ թե հիմա ուրիշ նախարարների ղրկերներ ամեն ինչը ոչ ապահովված համակարգով ղրկերներ անգամ իր կնոջն էլ ղրկերներ, որ պետք է հարցակվեն, ռմբակոծեն, իր եղբորն էլ ուղարկերներ, մյուս անձնավորությունների էլ ղրկերներ, նախապես չէր ասել, բայց հետո բացահայտվեց։ Ամենայն դեպս վերջին անգամ նաև իրեն քննադատեցին, որ Չինաստանի մասին, գիտեք, լուրջ տեղեկություններ ունեն Չինաստանի մասին, ինչ է կատարվում, ինչ է, որ կառավարության գաղտնիքներն է, չի բացահայտե կառավարությունը Չինաստանի մասին։ Սրանք բոլորը նաև Իլան Մասկ, Ամերիկայի ամենահարուստ անձնավորությունը, Apple, այսինքն Tesla մեքենայի տերը, Tesla-ն այնտեղ Չինաստանում մեծ գործարաններ ունի, ուրեմն Չինաստանի մասին Իլան Մասկին, որ կառավարության երթված անձնավորություն չի, Թրամփին օգնում է, բայց ինքը այդպես մասնակից չի, որ իրեն Չինաստանի ամեն գաղտնիքները տան իրեն։ Նրա համար նաև զեկույց է պատրաստել, հիմա տարբեր պատճառով մեղադրում են իրեն, որովհետև ուզում է մոտենալ Իլան Մասկը աշխարհի ամենամեծ հարուստ անձն է, 434 միլիարդ կամ բիլիոն հարստություն ունի, հիմա ամենայն դեպս դրա վրա նաև քննադատեցին եւ հիմա բողոքներ կա, ոմանք ասում են վերջը Թրամփը իրեն ստիպված կլինի աշխատանքից անի։ Հիմա ես այստեղ ուզում եմ ցույց ցուցադրել, տեսնում եք Pete Hegseth-ին եք տեսնում, որ unsecure internet line իրեն աշխատակը իրաթիկ տարօրինակ են համարում եւ անապահով գործեր է կատարում, այսպես տեսնում եք Pete Hegseth-ին, պաշտպանության նախարարը եւ վերջին ժամանակ բարձրագույն գեներալի հետ acting chairman of the Joint Chiefs, այսինքն ամենաբարձրագույն զինվորականը, որ սպայակույտի ղեկավար է, տերում է, նրա հետ վիճաբանում է, ասում է երևի դու ասեն ես, որ ես այսպես ուրիշ համակարգից օգտվում եմ, այստեղ տեսնում եք Admiral Chris Grady, որը ամենաբարձրագույն ղեկավարն է, նրա հետ որ բացահայտվել է, որ ինքը Չինաստանի մասին Իլան Մասկին լուրեր է տվել կամ պատրաստում է, ահա այսպես ասել է իրեն, տեսնում եք անհարգի խոսքեր է ասել եւ ասել է պետք է քեզ polygraph մեքենայի միացնենք, որ տեսնենք ինձից դու ես արել այդ գործը թե ոչ, որ այդ տեղեկությունները բոլորը իմացան, ուրեմն այսպես տեսնում եք 3 հոգի ուրիշի էլ մեղադրելներ, այն երկուսը բանից դուրս եկա, որ ոչ մի գործ չեն արել, այսպես սիգնալը
ինտերնետի համակարգ է, որ օգտվել է ինքը եւ օգտվում է այսպես տեսնում եք Hexet military տեղեկությունները բոլորը իր կնոջ եւ եղբայրին նաեւ այդ տեղեկությունները գաղտնի տեղեկությունները փոխանցել է Թրամփն ասում է Թրամփը Hexet-ին ասել է որ ես այդպես որ ապահովված համակարգ չես օգտվում ես համաձայն չեմ դրան եւ մանկական երեխի նման ես վերաբերվում այս հարցերին բայց ոչինչ պայքարը շարունակիր այսպես եւ իրեն երբ հարցնում են որ արդյոք դու աշխատանքից անելու ես արդյոք վստահում ես Hexet-ին ասում է այո ապրիլի 21-ին երբ որ Զատիկվա առիթով հանդիպում էր ունեցել ասել է ես դեռ իրեն բոլոր վստահություն ունեմ իր մասին Հիմա ես ուզում եմ խոսել Սպիտակ տանը, ուր որ նախագահ Թրամփն է կամ որևէ նախագահ այնտեղ է, այդ Սպիտակ տան White House-ը, այսպես ուրիշ սենյակներ կան, որ նախագահի խորհրդատուները եւ այլն նստում են։ Ես եմ տածես ցուցադրեմ, տեսնեք Սպիտակ տան տարբեր ձևավորումը, ով որտեղ է նստում Թրամփի օրոք։ Հիմա այստեղ Սա Սպիտակ տանը տեսնում եք West Wing, այսինքն ամեն ինչ այստեղից է սկսվում։ Նախագահ Թրամփը նստում է ձվաձև office-ը, Oval Office, սա Oval Office-ն է, այստեղ տեսնում եք, որ իր գրասենյակը այստեղ է։ Հիմա քիչ հետո ես իհարկե ցույց կտամ, այստեղ conference room է, տեսնում եք նախագահ Թրամփն է այդտեղ նստած եւ իրեն կողքին իրեն օգնականներ ունի մանավանդ Նյուտա անունով որ միշտ իրեն հետ է այս մարդը միշտ նախագահի հետ է որ եթե մի բան կուզի պատկերացրեք խմիչք կուզի ջուր կուզի Coca-Cola կուզի ինչ որ շատ է սիրում կամ եւ ուրիշ միաժամանակ խմիչք ասելով ալկոհոլիկ խմիչք Թրամփը չի խմում բնավ չի օգտագործում Եվ տեսնում եք ճիշտ իր կողքի գրասենյակ, այսինքն նախագահը նստած է այստեղ, եթե մի բան կուզի, այս անձնավորությունը այդտեղ է եւ երկու ուրիշներ, որ իրեն օգտակար լինեն, այսինքն միայն իր նորմալ ցանկություններն են, որ պետք ունի օգնեն իրեն։ Այստեղ անձիկ նստում են deputy, այստեղ տեսնում եք chief of staff։ Chief of staff աշխատակազմի ղեկավարն է, որ քիչ հետո Պիտի ձեզ ցույց տամ, իրենք այստեղ նստում են, որ թղթեր տանեն, թղթեր նախագահը մի բան ունի, իրենց կանչում է, տեսնում եք այստեղ։ Անցնում ենք առաջ Սպիտակ տան առաջին հարկում, նաև նստում է այստեղ աշխատակազմի ղեկավարը Սուզի Wiles անունով, այստեղ տեսնում եք Chief of Staff, բոլոր աշխատակազմի ղեկավարը այս կինն է։ Իր կողքի սենյակում է գտնվում փոխնախագահը Վանսը, եթե փոխնախագահը կողքի սենյակը, ուրեմն աշխատակազմի ղեկավար, փոխնախագահ այդտեղ, այստեղ տեսնում եք JD Vance, փոխնախագահը այստեղ է նստում։ Սա բոլորը այդ տարածքն է, որ նախագահը այստեղ է։ Michael Waltz, տեսնում եք National Security Advisor Այսինքն անվտանգության խորհրդի ղեկավարը այս անձնավորությունն է, էլի տեսնում եք, տեսեք աշխատակազմի ղեկավար, փոխնախագահ եւ անվտանգության պատասխանատուն այստեղ ճիշտ առաջին հարկում են գտնվում։ Մնացած ուրիշներ նաեւ այստեղ են, օրինակ իրեն խոսնակը, այս կինը Caroline Levitt անունով այստեղ է, բայց սովորաբար միշտ խոսնակ այստեղ էր լինում այս կինը դուրսն է իր office-ը բայց ամենայն դեպս այստեղ էլ հարմարություն ունի որ մոտիկ լինի նախագահին այստեղ տեսնում եք deputy chief of staff ուրեմն աշխատակազմի այն կնոջ օգնականը նստում է այստեղ շատ մոտիկ է նախագահին այսպես տեսնում եք այս անձիկը մոտիկ են որ նախագահն է նստում երկրորդ հարկում այս վերևի հարկում
այստեղ տեսնում եք խորհրդատուներն են բոլոր, այդտեղ տեսնում եք խորհրդատուն մեկը ճիշտ երկրորդ հարկում, ուր որ նախագահը առաջին հարկում էր, երկրորդ հարկում այստեղ է Ստիվ Վիտքոֆ, այն անձնավորությունն է խորհրդատունը, որ Ռուսաստանի հետ, օրինակ Իրանի հետ խորհրդատու է, այսպես տեսնում եք special envoy այդտեղ է, եթե այստեղ լինի, այստեղ տեսնում ենք Ստիվեն Միլլեր, աշխատակազմի օգնականը սա է, որ առաջին նստաշրջանում նաև ինքը Deputy Chief of Staff է, նախագահի խորհրդատուներից ամենակարևոր անձնավորություն այստեղ է։ Իլան Մասկին փոքրիկ սենյակ էին տվել, այստեղ տեսնում եք երկրորդ հարկում են, սրանք բոլորը ինչ որ ասում եմ հիմա երկրորդ հարկում են։ Իլան Մասկի սենյակն եք տեսնում այստեղ աշխարհի ամենամեծ անձնավորությունը, որ մոտարապես $500 միլիոն օգնեց, որ նախագահը ընտրվի։ Եվ այսպես ընդհանուր ուզեցի ցույց տալ Սպիտակ տունը ինչպես է, ով ուր է նստում։ Ես հիմա ուզեմ շարունակել խոսել, քիչ առաջ ձեզ ասացի նաև Վիտքոֆ նախագահի յուրահատուկ ներկայացուցիչն է, որ բանակցում է Իրանի հետ եւ բանակցում է ռուսների հետ, երբ այնտեղ այցելել էր այս խորհրդատուն, հենց մի քիչ առաջ մեկ ռում տեղադրել էին մի բարձրագույն գեներալի մեքենայի մեջ ու այդ գեներալը Major General սպանվում է այդտեղ։ Ես ուզում եմ հիմա շարունակել եւ տեսնեք այս ռումբն ինչ որ պայթեն է, տեսնում եք այդտեղ իրեն տանում են։ Ստիվեն Վիտքոֆը ցախում տեսնում եք նախագահ Պուտինի հետ հանդիպում ունեցավ, նախագահ Թրամփի խոսքը փոխանցեց իրեն Ուկրաինայի մասին եւ ասաց, որ շուտով համաձայնության կան եւ պատերազմը դադարի։ Մի ուրիշ բան կարևոր որ նախագահը ասել էր ես Ուկրաինայի պատերազմը 24 ժամվա ընթացքին ավարտի եմ բերելու։ Մի ուրիշ հարց նախագահ Թրամփը ասել էր ես նախքան ընտրություն իհարկե, երբ որ տեխնացու էր 24 ժամվա ընթացքում ես կարող եմ պատերազմը իր ավարտի բերեմ, այս անգամ իրենց հարցրին, որ 24 ժամում ինչ եղավ, հիմա արդեն 3 ամիս ավել է անցել է, ինքը ընդունում է, որ ես չափազանցրել եմ այդ, որ 24 ժամում կարող եմ, որովհետև հիմա երևում է հնարավորություն չկա։ Իսկ ինչ որ մտահոգություն ուզում եմ ձեզ բոլորիդ հայտնել, սա է, որ թվում է, այսպես որ վիճակը տեսնում ենք, մայիսի երևի առաջին շաբաթավերջին կամ երկրորդ շաբաթվա ընթացքին զգալի կլինի, որ ապրանքները թանկանում են։ Հիմա դուք պատկերացրեք այնինչ որ 20 ֆուտ լայն քարգո, այդ քոնթեյներները որ գալիս են 49%-ով պակսել է Չինաստանից ինչ որ գալիս է։ Մարտի 24-ից մինչև 31, ապրիլի 1-ից մինչև 8, այդպես տեսնում եք այս տարվա։ Այս քոնթեյներները պակասել են, եւ եթե պակասում է, այս մեծ ընկերություն է, որ Չինաստան ու Ամերիկայի այդ collapse կամ ամեն ինչը ավարտի է գալիս, այսինքն հարաբերությունը խիստ խզված է, մեկը մյուսի հետ չեն համաձայնվում, ուրեմն մենք տեսնելու ենք այս Apollo Academy-ին, որը այս հարցը հետևում է, ասում է մայիսին մենք կտեսնենք մեծ թվով այդ truck, նրանք որ truck են քշում, որովհետև գնում էին օրինակ Լոս Անջելեսի ծովափից ծանրոցներ էին վերցնում, ուրեմն ավելի քիչ truck-ների կարիք կլինի եւ մանավանդ ապրանքի վաճառքը խիստ դժվար կացության մեջ է լինելու փոքր բիզնեսը դույժելու, ասում են այս մասնագետները շուտով պատահելու եւ մարդկանց
գաղափարը վերցրեն կամ կարծիքը վերցրեն են երեք տարբեր փոլեր, տեսնում եք approval rating-ը Թրամփի հավանությունը իջել է 43%, մի խումբ բարձրեն այդպես է, Fox-ը հարցրեն հանրությանը 38% մարդիկ հիմա հավանում են Թրամփի աշխատանքը եւ CNN-ը եւ New York Times կարծիքը վերցրեն են նրանք էլ մարդիկ ասեն են ընդամենը 43%-ն է հանրությանը որ կարծում են Թրամփը ճիշտ աշխատանք է կատարում մեծամասնությունը ժողովուրդը 51% եւ ուրիշ կարծում են որ Թրամփը դժվար կացության մեջ է տնելու այս երկիրը երբ որ Ամերիկայում կարծիք վերցրեն հանրությանը ես ուզում եմ հիմա նաեւ խոսել որ Իրանի հետ Ստիվեն Բիթքոֆ քիչ առաջ տեսակ Պուտինի հետ ծերնվում էր նույն անձը նաեւ Իրանի հետ բանակցության մեջ է 4-րդ անգամը 3 հանդիպեցին երկու կողմը թե Իրանն ասում է թե Ստիվեն Բիթքոֆ ասում է ամեն ինչը շատ լավ տեղի է ունենում իրենք մտածում են այս բանակցությունը Իրանի ղեկավարները մտածում են երկար է տևելու բայց Ստիվեն Բիթքոֆ իրենց ասել որ նախագահ ուզում է տեսնի չի ուզում երկար տարիներ բանակցի 2 ամսում կարողանան համաձայնության գալ թվում է որ Թրամփը ասել է նախապես ասել էր որ որևէ ուրանիումի հարստության կամ հարստացման աշխատանք ռիչ ուրանիումի ռիչ անելը կամ ատոմ որտեղ Իրանը հասցրել է 60% այդ ուրանիումի հարստացրել է 60%-ի իսկ համաձայնվել որ 3.69%-ով լինի որ զենքի համար եթե 3.69-ը չեն կարող զենքի համար օգտվել այլ տարբեր էլեկտրականության համար ուրիշ հարցերի համար բժշկական խնամքի համար կարող են ուրեմն թվում է որ այսպես պիտի լինի անցյալի նման ինչ որ Իրանը հարստացրել էր ուրանիումը Բայդենի հետ եւ այդ ժամանակ, այսինքն ոչ թե Բայդեն Օբամայի հետ համաձայնության են եկել, ինչ որ հարստացրել էին տվին Ռուսաստանի։ Թվում այս անգամ էլ այդ հարստացրած ուրանիումը կհանձնեն այսինքն Ռուսաստանին, եթե կարողանան նախագահ Թրամփ եւ Իրանը համաձայնության կան։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից Լուիջի Մանջիոնի մասին խոսեմ, հետո նրանից հետո Ջորջ Սանթոսի մասին պիտի խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը։ Court Furniture գտնում է Մրթել եւ Central փողոցի հատման կետում է գտնում։ Ամենամեծ ֆուրնիչերի խանութն է Ամերիկայում, 100, մոտավորապես 100 խանութ ունի Ամերիկայում։ Եթե նոր մատրես պիտի գնեք, գրասեղան սեղանաթոռներ, այցելեք Court Furniture 339 նոր Central եւ Մրթելի հատման կետում է գտնում Գլենդելում, Orange County-ում Euclid եւ 405 Freeway-ի հատման կետում է Court Furniture-ը եւ Santa Ana-ում խանութ ունեն, նաեւ Ամերիկայում մեկ խանութներ ունեն Զանգարեք, Նյու Յորքում, Ֆլորիդայում, որ ապրում եք, տեսեք որը կլինի ձեզ ամենամոտը։ Ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե bankruptcy պիտի ֆայլանեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում, կամ accident եք ունենում, այստեղ զանգարեք ու փաստաբանի հետ խորհրդակցեք, կվերադառնա։ Դուք տեսնում եք Լուիջի Մանջիոնի, որ գերազանց աշակերտ է եղել իր ընտանիքի, այսինքն ծնողները նաև ի վիճակի մարդիկ էին, իսկ ինքը ունենում է պրոբլեմ, ողնաշարի պրոբլեմը ունենում, կարծեք, թե դեռ մինչ հիմա չի բացահայտվել ինչու, հիմա դեպքը պետք է քիչ հետո բացատրեմ, ամենայն դեպս պրոբլեմը ունենում եւ մտածում է որպես այս health insurance-ները առողջապահական ընկերությունները, որ այսպես ապահովություն են առաջարկում հանրությանը, մանավանդ United Healthcare-ը, որ ամենախոշոր այսպես հանրությանը ժողովրդին վաճառում է health insurance է վաճառում, եթե ինչ որ ներկայացնում եք այս
նրանք որ իհարկե medical ունեն տարբեր է, սրանք մարդիկ են որ աշխատում են եւ insurance են գնում եւ բժշկի են գնում պիտի վճարեն, անընդհատ իրենց ասում են չեն կարող վճարենք, որովհետեւ դուք մեր policy մեջ գրված է որ սա բացառվում, ուրեմն չենք վճարելու։ Ամենայն դեպս հիմա հայտնի չի ինչ պատճառով է ինքը առողջապահական insurance ունեցել, բայց United Healthcare-ի չունեցել, ամենամեծ ասացի ապահովության company-ի հետ, առողջապահական ապահովության company-ը չունեցել, ուրիշ company-ը հետ ունեցել։ Հիմա ինչ էր պատճառը Նյու Յորքում գնում է, պարկանում է, առավոտ շուտ սպասում է, երբ որ United Healthcare-ը իր ընդհանուր ժողովն է կազմակերպում, Ամերիկայով աշխարհով ներկայացուցիչները գալիս են, նաև United Healthcare-ի ղեկավարը, որտեղ Thompson անունով 50 տարեկան է, 2 անչափահաս երեխաներ ունի, առավոտ շուտ սպասում է, որ նա գա, եւ երբ գալիս է ինքը կրակում սպանում է United Healthcare-ի ղեկավարին։ Եվ այսպեսով իրենց ձերբակալում են, ժամանակ է անցնում, որովհետեւ դիմակ էր դրել եւ թաքնված էր, կրակում է փախուստ է տալիս, բայց ամենայն դեպս կարողանում են գտնեն եւ ձերբակալում են, հիմա բանդում է իհարկե դատավարությունը 2026-ին է տեղի ունենալու։ Ամենայն դեպս շարունակենք, տեսնում եք այս փաստաբանները դատավորը ասել է չեմ ուզում վիդեոներ դատարանի մեջ լինի, որովհետեւ երբ որ վիդեո են վերցնում, հետո փաստաբանները ուրիշ սև են դրսևորում իրենց։ Ջաջը այստեղ ասում է ինչպես է ընդունում այս դատավորությունը, ինքը Մանջիոնի ասում է ոչ մեղավոր, not guilty, տեսնում եք այդպես է պատասխանում դատավորին։ Եվ հիմա federal charges, այն որ երկու դատավարություն կա, մեկը Նյու Յորքի քաղաքն է, որ իրեն դատի է տվել, մեկ federal charges, եւ մեկը որ ուրեմն մի նահանգից մյուս նահանգ է գնացել, եւ երբ մի նահանգից ոչրագործություն է կատարում, դա ինքը անձը մեղավոր է, որովհետեւ ինքը Նյու Յորքում չէր ապրում, զենք է ունեցել, որ իրավունքը չուներ, եւ զենքի միջոցով սպանելն է, ուրեմն federal charger կա։ Իրեն տեսնում եք դատարան։ Սա Brian Thompson այդ company 50 տարեկան ասացի ղեկավարն էր, որ ասացի անչափահաս երեխաներ ունի, կրակում սպանում է այդ անձնավորությանը։ Հիմա ոմանք ասում են, որ ազատեք իրեն, որովհետեւ insurance ընկերությունները, այդ առողջապահական insurance ընկերությունները կողոպտում են ժողովրդին եւ ոմանք իհարկե ասում են ոչրագործը անկախ որ ում սպանես ոչրագործես իրեն փաստաբանները ցանկություն ունեն որ առաջ ֆեդերալ դատավարությունը չլինի ֆեդերալ դատավարությանը իրեն մահապատիժ են առաջարկել եթե մեղավոր լինի մահապատիժ իսկ Նյու Յորքում նահանգային դատարանը կամ Նյու Յորքը մահապատիժ չունի ամենամաքսիմումը է ցմահ բանդարկություն ուրեմն փաստաբանը աշխատում այստեղ դատավորին ամոզի որ թույլ տա նախ նահանգային դատարանը աշխատանք այնտեղ լինի որպեսզի կարողանան ավել պատրաստեն իրենց որ եւ ֆեդերալ երևի դատարան են գնում ավել իմանան ինչ հիմքերի վրա կծանրաբեռվեն դրա համար փորձում էր դատավորին ամոզել որ դուք մի սկսեք դատը թույլ տվեք որ առաջ նահանգում տեղի ունենա դատավարությունը ես ուզում եմ շարունակել եւ հիմա խոսել Ջորջ Սանթոսի մասին Ջորջ Սանթոսը այստեղ տեսնում եք իջնում է դատարաններ սա անձնավորությունը դատարանից դուրս է գալիս Ջորջ Սանթոսը կարողացել է կեղծելով կարողացավ Նյու Յորք քաղաքի համար դառնան ներկայացների տան անդամ ուրեմն դարձել էր կոնգրեսմեն էր դարձել ռիփաբլիկան ինքը միասեռական է ամենայն դեպս բայց ամեն ինչը ստեն էր այդ ժամանակ այնպես որ իրենք ռիփաբլիկանները որ մեծամասնություն են ներկայացնի տան մեջ ռիփաբլիկանները մեծամասնություն 2022-ի նոյեմբերի ընտրության մասնակցեց իր ծառայությունը սկսեց 2023-ին իր ծառայությունը սկսել էր ուրեմն այդպես
ռիփաբլիկներն վերջ տեսնում են սա շատ գողացել է մարդկանց գումար է գողացել, խափել է, պարտքի վերցրել, ուրիշ, այսպես իրենք ռիփաբլիկանները իրեն հանեցին ներկայացնի տան միջից, թեև իրենց ներկայացնի տան թիվը ռիփաբլիկանների եւ դեմոկրատների այս վերջին տարիներում շատ մոտ է, մեկ հոգու կորուստն էլ ռիփաբլիկանների համար շատ ծանր էր, բայց ստիպված եղան, իր փոխարեն նաեւ ընտրվեց մեկ դեմոկրատ, ավել ծանրաբեռեց վիճակը, ամենայն դեպս դատավոր ասել են, որ 7 տարի պիտի ազատազրկեմ իրեն։ Ինքը դատավորին խնդրում էր, որ այդպես մեղմորեն իր հետ վերաբերվի կամ քիչ թույլ տա, որ տուն գնա եւ այսպես իր խնդրանքը դատավորը չընդունեց։ Հիմա ինքը ասում է, որ պետք է Թրամփին դիմեմ, որպեսզի ինձի ներում տա։ Հիմա անհայտ է, որ Թրամփը կընդունի, թե ոչ, ագնոցով տեսնում եք իրեն այստեղ իրեն իջնում է դատարանից, ամենայն դեպս 7 տարի պիտի ազատազրկվի այս անձնավորությունը։ Ես ուզում եմ խոսել Իգոր Ռաքում ձեզ ցույց էի տվել freeway-ի վրա, որ 3 ոճրագործներ մեքենա են գողանում 134 freeway եւ 2 freeway-ից երբ անցնում եք դեպի արևելք գնալիս է, սա գնում եք դեպի արևելք, սա արևմուտք է գնում դեպի արևելք։ Ուրեմն Գլենդելից այստեղ այս 3 ոճրագործը ակսիդենտի մեջ են ընկնում, մեքենային գողացել եւ հետո դուրս են գալիս փախուստ են տալիս եւ փոլիսը հետևում էր իրենց որպեսի գտնի այս 3-ին, այս 3 ոճրագործներին, կողերին գտներ։ Այդ ժամանակ որ մտեն էին տարբեր բնակարաններ, բակը մտեն էին։ Ամենայն դեպս փոլիս գնում է մեկ բնակարանի մոտ որպեսի կարողանա նայի տեսնի բակում չի, մի կին դուրս է գալիս, այս կինը Scott Schreiner, մեկ այսպես բաս գիտար նվագող է, որտեղ բեյսիստն է, իհարկե ռոք բանդի բեյսիստն է, այս բանդը կոչվում է Weezer անունով, տեսնում եք փայտ է տրված, փոլիսը այդտեղ ասում է, որ ուզում են նայեն, որ ով է, այս կինը դուրս է գալիս տնից ատրճանակով, սա ապրիլի 8-ին էր պատահել, այդ կինը տեսնում եք ատրճանակը ձեռքին, սկսում է կրակել դեպի փոլիսը, բնականաբար փոլիսը կրակում է, այնտեղ փոլիսներն իրար ասում են, որ մի անձնավորություն հրացանով դուրս է եկել, կամ ատրճանակով ավել շուտ դուրս է եկել, ամենայն դեպս իրեն ասում են, ատրճանակը ցած դիր, ատրճանակը տեսնում եք ցած դիր, ինչ ասում են, այս կինը ոչ թե ցած չի տնում, սկսում է կրակել դեպի իրենց, եւ փոլիսը բնականաբար կրակում է, իրեն վիրավորում են, բայց չի մահանում, ամենայն դեպս իրեն 1 միլիոն բեյլ կամ բեյլ են ուզեցել, որ տրեն է, գումարն ունի ամուսինը, ասացի Weezer բանդի բեյսիստն է, ռոք բանդի, ամենայն դեպս այսպես տեսնում եք փոլիսի վրա կրակում է, բայց նրանք էլ կրակում են, ինքը վիրավորվում է, այսպես տեսնում եք, ձերբակալում են, բարեբախտաբար մենակ վիրավորվել է, հիմա հետո դատարան պիտի գնա այստեղ freeway-ներ, որ տեսակ ապրիլի 8-ին այս դեպքը պատահել, սա իրեն հրացանն է այս կնոջը, որ հիմա պիտի ներկայացնեն դատարան։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դատարից, մեկ Ֆիլադելֆիայի գազանանոցում մեկ կրյա 97 տարեկան ծակ է ունենում, դրան անդրադառնամ եւ մի երեխա Ռոմի պապին հանդիպում է, տեսնեք ինչ է ասում, իսրագիրը ովանավորում է նաղաշ լավաշն է ովանավորում, եթե նպարատունը կնում այս տեսակը վերջերեք, նաղաշ լավաշ, Բարոն Էդվարդն է ովանավորում ծրագիրը, եթե բիզնես ունեք ուզում եք վաճառեք, հիմա որևէ պատճառով հոգնել եք, կամ ուզում եք մի ուրիշ բիզնես սկսեք, սա ուզում եք վաճառեք, զանգարեք այս հեռախոսահամարին։ Դոկտոր Էբրահիմը ովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ, վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, զանգարեք այս հեռախոսահամարին, իր գրասենյակները գտնվում են
Orange County-ում, Commerce, Encino, Glendale։ Glendale-ում 616, East Glenox փողոցի վրա է գտնվում։ Ծրագիրը ովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է ովանավորում ծրագիր են բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանը ու կվերադառնա։ Անաշե գիֆտն է ովանավորում ծրագիրը։ Անաշե գիֆտը ցեզ առաջարկում է այս խունկ վարելիս, տանը պետք ունեք խունկ եք ուզում վարել։ Այսպես այս սարքավորման հետևանքով կարող եք խունկը տեղադրեք ու այսպես խունկը օգտագործեք ձեր տան մեջ կամ որևէ ուրիշ տեղ, եթե պետք է խունկ վարել։ Եվ ուրիշ կարող եք նյութեր դնել այսպես կվերադառնա։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ Ֆիլադելֆիայի գազանանոցում մինչ հիմա այսպես դեպք չի պատահել։ 97 տարեկան կրիան ծագ է ունեցել, 4 ծագ է ունեցել։ Որևէ այստեղ տեսնում եք, որևէ կենթանի մարդ այդպես գոյություն չունի, որ 97 տարեկանում ծագ ունենա։ Տեսնում եք 4 ծագ ունի այսպես եւ իրենց հոգ են տանում, որովհետեւ կրիաները գիտեք վտանգի մեջ են, մանավանդ յուրահատուկ կրիաներ, տարբեր ցեղի կրիաներ կան, այսպես տեսնում եք, երբ որ ծուեր դրեն 4 հատ եւ հիմա այսպես իրենց հոգ են տանում այդտեղ։ Առաջին անգամը այս կրիան 1900 սա է մայրը 1928 թվին ծնվել է, այնտեղ հիմա 97 տարեկան, սա 1932 թվի նկար է, որ այդ ժամանակ 4 տարեկան եղել այս կրյան ինչ որ տեսնում եք եւ հիմա գնում են մարդիկ Ֆիլադելֆիայի գազանանոց, տեսեք ինչքան երկար շարք է, որ այս ծագերին տեսնեն, այսպես ուրախության, խանդավառության պատճառն են դարձել եւ այսպես երկար շարք են կանգնում իրենց տեսնելու։ Իսկ ես հիմա ուզում եմ խոսել ցեզ ցուցադրելնեի Հռոմի Պապը սա 2018 թիվն էր եւ ես ցուցադրելնեի այդ տարվա ընթացքին, որ մի երեխա ինչ որ իր հայրը մահացել է եւ 8 տարեկան էր այդ ժամանակ, մոտ 8-ից 9 տարեկան, 8 տարեկան այսպես եւ իր մայրիկին ասում է, որ ես ուզում եմ գնամ Պապին հարցնեմ, որ արդյոք իր հայրը ասել էր իրեն, որ ինքը հավատ չունի, ոչ Հիսուս, ոչ քրիստոնեություն հավատք չունի։ Գնամ Հռոմի Պապին հարցնեմ, որ իմ հայրս, որովհետև շատ լավ մարդ էր իմ հայրս, բարի մարդ էր իմ հայրս, արդյոք հիմա դրախտա գնացել, թե դժոխ գնացել իմ հայրը։ Հռոմի Պապը իրեն այս տղային արգելում են, բայց ինքը ասում է թողեք գա։ Չգիտի Հռոմի Պապը չի ճանաչում իրեն։ Եվ նրանից հետո էլ իրեն չի տեսել։ Հիմա քիչ հետո մի բան պետք է ցույց տամ ձեզ, որ չի մոռացել Հռոմի Պապը այս տղային չի մոռացել։ Ամենայն դեպս այս տղան գնում է իր ականջին պատմում է, որ իմ հայրս այսպես էր եւ ինքը հարցնում է դու ինչ, ինքը ասում է, որ ինքը հավատք ունի, Հիսուսին, Աստծուն հավատք ունի, բայց իր հայրը չուներ եւ ինքը իր հայրը իրեն կնքած է լինում, ուրեմն baptized, կնքել է իրեն, ու Հռոմի Պապը իրեն ասում է, եթե դու հավատք ունես եւ եթե հայրդ քեզ տարին է կնքել այդպես է, որ դու այն օր որ քեզ կնքել է, դու քրիստոնյա ես դարձել, ուրեմն ինքը մասամբ հավատք է ունեցել որոշ հարցերի, թե արտահայտվելուց ուրիշ ձև է ասել քրիստոնեության չի հավատում եւ այլն, Հիսուսին չի հավատում եւ այլն, ուրեմն անպայման դու ինչ ես կարծում, ինքը ասել այո, ասում եմ, ուրեմն այդպես է եւ հիմա ժողովրդից կարծնեմ, որ ես ուզում եմ դա ձեզ ցուցադրել այս երեխան, ուրեմն 2018 թիվ եք տեսնում եւ կարողանում է հասցնել եւ Հռոմի Պապի ականջին
այդպես բացատրում է եւ այս տղան է ասում որ այդ ժամանակ Հռոմի Պապը աշխատեց ինձի հանգստացնել որպեսի այդ ցավը հորս կորուստը ավել հեշտությամբ կարողանամ տոքամ եւ այսպես տեսնում եք երեխան վերադառնում է ուրախությունից արտասվում է բոլոր մարդիկ այդտեղ նաեւ իրեն մայրներ արտասվում են եղբայրը այնտեղ արտասվում է Հռոմի Պապը գիտեք մի քանի օր առաջ մահացավ եւ այս տղան ուրեմն ցավ է արտահայտում մի քանի վերջին ժամանակ երբ որ հանրությանը հանդիպում է Հռոմի Պապը ասում է որ եկեն են այդ երեխան չի եկե ինձի տեսնելու հիշում է տարիներ առաջ ու հարցնում է սա այդ տղան է հիմա 16 տարեկան տեսնում եք որ ասում է ես հիմա էլ տեր իրեն հիշում եմ որ ինչպես ինձ հանգստացրեց այդ իր արտահայտություններով իր բարիությամբ եւ այսպես տեսնում եք խորհուրդ է տալիս եւ հետո հանրությանը հարցում է դրան որ եկեն էին այդ ժամանակ որ այսպես է եղել դուք ինչ եք կարծում նրանք էլ ասում են այո ինքը հիմա գտնվում է դրախտում է գտնվում իրեն ասում է դու ստացար քո պատասխանը այդ 2018 թվին հիմա մահից հետո այդ տղան է որ ասեն է ինձ օգնեց շատ որպեսի այդ ցավը կարողանամ տոքամ ավել հեշտությամբ ծրագիր եկավ իր ավարտին ձեզ կհանդիպեմ վաղը մի շնորհակալ